Բարի լույս հարգելի գործընկերներ, հարցս պարոն Վարդևանյանի վերաբերյալ չէ, պարոն Վարդևանյանին վերաբերող հարցերը իրենք ուղենք։ Պարոն Աբրահամյան, ձեր խմբակցության ղեկավարը, դուք անդամները 5 օր շարունակ խուսափում են անդրադառնալ այս հարցին եւ հաշվի առնելով, որ սա առաջին հնարավորությունն է ուղիղ ձեր խմբակցության ներկայացուցիչներից որևէ մեկին հարց ուղղել, ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ձեր դիրքորոշումը, ձեր խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի սակրավորների վերաբերյալ արված հայտարարության, ես կհիշեցնեմ, թե ինչ է ասել Էդգար Ղազարյանը, արդեն երկրորդ դեպքն է, որ հայ սակրավորը պայթում է հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա ՀՀ ինքնիշխան տարածքում, մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին, ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ այնտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը։ Պարոն Աբրահամյան, դուք ողջունում եք այս հայտարարությունը, դատապարտում եք այս հայտարարությունը, դուք պատասխանատու եք որպես քաղաքական թիմ այս հայտարարության համար, որն է ձեր դիրքորոշումը եւ արդյոք այս հայտարարությունը հաշվի առվել, երբ պարոն Ղազարյանը ներառվել է ձեր համապետական նախընտրական ցուցակում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Խանդանյան, ես չգիտեմ երեք դահլիճում ներկա եք թե ոչ, պարոն Էդգար Ղազարյանը իր ելույթում նշեց, որ տվյալ հարցի առնչությամբ տվյալ հարցը հնչել է մինչև պարոն Էդգար Ղազարյանի ուժեղ Հայաստան կուսակցության անդամ դաշինքի կազմ ներառվելը, ինչ վերաբերում է ձեր կողմից հնչեցված հարցադրմանը, ընդհանրապես ցանկացած մարդու կյանք արժեք ունի, բարձրագույն արժեք է եւ ցանկացած մարդու կյանք պետք է գնահատել եւ նման հայտարարությունները, ինչպես օրինակի համար ինչու չէ զոհվել պատերազմում, դրանք անընդունելի են։ Բնականաբար ցանկացած հայ մարդու կյանք եւ ընդհանրապես ցանկացած մարդու կյանք արժեք ունի, բացարձակ արժեք է։ Ինձ թվում է ես պատասխանեցի ձեր հարցին, իսկ ընդհանրապես ինձ համար, որպես թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ համոզված եմ մեր խմբակցության, մեր կուսակցության, մեր դաշինքի անդամ բոլոր քաղաքացիների համար մարդու կյանքը բացարձակ արժեք է։ Պարոն Էդգար Ղազարյանը ասել է, որ իր հայտարարությունը կոնտեքստից կտրված է եւ նա այդ հարցին կանդրադառնա հետո առանձին։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Աբրահամյան, այս հայտարարությունը շատ հստակ եւ սպառիչ է եւ առնվազն մեր եւ հանրության ակնկալիքն է, որ գոնե Էդգար Ղազարյանը կամ առավել լավ կլիներ ձեր խմբակցությունը ներողություն խնդրեր բոլոր զոհված սակրավորների հարազատներից նման հայտարարության համար։ Արդյոք դուք հորդորել եք ներողություն խնդրել, որովհետև հնարավոր չի որևէ կոնտեքստից այսպիսի հայտարարություն կտրել, այս շատ հստակ հայտարարություն է, որը շատ վիրավորական է բոլոր զինված զինծառայողների եւ մասնավորապես սակրավորների համար։ Պարոն Խանդանյան, ես նախորդ արդեն հնչեցված իմ կողմից պատասխանում նշեցի, որ ցանկացած մարդու կյանք բացարձակ արժեք է, լինի նա հայ, լինի նա ազգությամբ ոչ հայ, լինի բնականաբար մենք հիշում ենք մեր բոլոր զոհերին, ապրիլյան 44-օրյա պատերազմում, 2023 թվականի Արցախի բռնի տեղահանման, Արցախահայերի տեղահանման ժամանակաշրջանում բոլոր զոհերին հիշում ենք նաև ժամանակագրությունը այդ ամեն ինչի եւ պարոն Էդգար Ղազարյանը արդեն ասել է, որ այս հարցին առանձին անդրադառնալու է։ Ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն, այսպես ասեմ, մենք էլ ենք սպասում, որ բազմաթիվ հայտարարությունների եւ տեղի ունեցածի համար որոշ քաղաքական գործիչներ ոչ միայն ներողություն կխնդրեն, այլ նաեւ կկրեն քաղաքական պատասխանատվություն, հրաժարական կներկայացնեն եւ կհեռանան քաղաքականությունից։ Շնորհակալություն։ Սոնա Ղազարյան։ Պարոն Աբրահամյան, դուք ընդգծված հպարտությամբ